Նամակներ են ուղարկվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանն անվստահություն հայտնեն։ Դուք ինչ որոշում ունեք։ Ստացել եք նամակը։ Այո։ Եվ ինչ պատասխան։ Ասել եմ ոչ։ Ինչու՞։ Որովհետև ոչ։ Իհարկե այո։ Ամեն ինչով։ Պարոն Մելիքյան, Նորքի թաղապետարանում տեղի ունեցածն ինչ բացատրություն կտաք։ Տեղյակ չեմ դրան։ Տեղյակ չեմ, երբ որ ես ծանոթանամ, կասեմ։ Թաղապետը հարվածներ է հասցրել բլոգերին։ Դուք սա նորմալ եք համարում եւ մինչեւ հիմա պաշտոնավարում են։ Տեղյակ չեմ։ Տեղյակ չեք, թե չեք ցանկանում պատասխանել, որովհետեւ ամբողջ սոցցանցերը տարածված է այդ տեղեկությունը։ Ես կուսումնասիրեմ, ես այդ արդյունք պատասխանեմ հետո։ Պարոն Մելիքյան, ամեն դեպքում իմպիչմենտի հետ կապված գործընթաց ինչ է կարծում, ԿՊ-ից կմիանան։ Չի լինելու այդ գործընթացը, չի լինելու, որովհետեւ այդ մի քանի հոգու ցանկությամբ չի դա։ Դա ժողովուրդը պետք է ոտի ելնի, բայց դուք տեսակ քանի տարի ընկել եք, չեք կարող ինչ-որ բան անեք։ Չի լինելու դա։ Ազգային ժողովում դե պետք է գործընթացը մեկնարկվի, որպեսզի նաև ասում են ժողովրդական համախմբում լինի։ Հիմա դուք իրատեսական չեք համարում, որ ԿՊ-ից կմիանան։ Ասում են շատերը դժգոհություններ ունեն Նիկոլ Փաշինյանից։ Ես չեմ հավատում։ Ոչ ոք չի միանա։ Թեկուզ մի մարդ չի միանա։ Ինչու՞։ Այդքան համարձակություն չունեն։ Ինչ։ Համարձակություն չունեն։ Համարձակություն։ Ինչ համարձակության մասն է։ Ինչու չեն միանա։ Բոլորը գոհ են։ Երկիրը քանդում եք։ Այո, դուք ով որ ցանկանում եք գործողությունը կատարի։ Մենք չենք արել, դա անդիմությունն է ձեռնարկել, պարոն Մելիքյան։ Հիմա ինչու չի հաջողվի կարծում եք։ Ասում եմ չի արի, ես 10 անգամ եմ ասել։ Բոլորը Փաշինյանից։ Ես 10 անգամ ասել եմ, հələ ավելի շատ, որ չի հաջողվի իշխանապողություն անել։ Չի հաջող, որովհետև ժողովուրդը չի ցանկանում։ Մի քանի հոգին, այստեղ էլ չի լինելու։ ԿՊ պատգամավորներից Ոչ ոքը ԿՊ պատգամավորներից չի գնալու դրան։ Իմացեք էդի։ բոլորը գոհ են Փաշինյանից։ Իհարկե բոլորը գոհ են։ Ժողովուրդն էլ է գոհ։